Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալով եղբայրներից հրաժեշտ առավ եւ նավարկեց դեպի Ասորիկ։ Նրա հետ էին նաեւ Պրիսկեղան եւ Աքյուղասը։ Նա Կենքրայում գլուխը խոզել էր, քանի որ ուխտ էր արել։ Եվ Եփեսոս հասնելով, նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով խոսքն ուղղեց հրեաներին։ Եվ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց նա հանձն չառավ, այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Եվ Եփեսոսից մեկնեց ու իջավ Կեսարիա։ Դրանից հետո ելավ վեր Երուսաղեմ եւ ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։ Միառժամանակ այնտեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու Գաղատացիների երկիրը եւ Փրուգիան, ամրապնդելով բոլոր աշակերտածներին։